Ողջունում եմ նախ Անեին եւ Լիլիթին, որովհետեւ անցած տարի առաջի անգամ ես բեմից ելույթ ունենալով շատ ողջավորված էի, որ նման համաժողով կա հենց ծնողների համար, եւ երբ երկրորդ անգամ է լինում համաժողովը, նշանակում է մենք ունենք արդեն հաջողություն։ Ու իսկապես ուզում եմ սա շարունակական լինի, որովհետեւ ծնողավարումը ամենաբարդ գործընթացներից է, ամենադժվար մարտահրավերներն է այս մեր դարաշրջանում մեզ տալիս, հա, եւ ես նաեւ շատ ուրախ եմ, որ տեսնում եմ դահլիճում շատ ծնողներ, ոչ միայն ոլորտի մասնագետներ, որոնք եւս ծնողներ են, բայց ծնողներ, որոնք հետաքրքրված են։ Բայց մի բանից մի քիչ տխուր եմ, որ իմ թեմայի հետ է կապված։ Դուք արդեն նկատեցիք եւ երևի հասկացաք, դեռ մեր մշակույթում, մեր հասարակությունում ծնող ասելով առաջնային պլան է գալիս մայրիկը։ Առաջնային պլան է գալիս կինը եւ եթե վստահաբար շատերիդ մոտ կան տարբեր չաթեր ծնողական խմբակների, չգիտեմ, դպրոցների եւ այլ, առաջի բառը որ լսում ենք, ասում են մայրիկներ ջան, ոնց որ կարծես այդ հղումը գնում է հենց մայրիկներին եւ սա հենց այնպես չի, ես մի փոքր անդրադարձ անեմ պատմական, հա ինչու է այսպես ստացվել ու ասեմ, որ մենք հիմա շատ անցումային շրջանում ենք գտնվում, ես ինքս էլ նյութը պատրաստելով, սլայդը պատրաստելով, ինքս ինձ բռնացնում էի, թե ինչքան ինձ համար է մարտահրավերային նաև այս թեման, որովհետև փոխվում է գիտակցություն, փոխվում են իսկապես դերեր, փոխվում է կնոջ դերը հասարակության մեջ, այլ երկրներում մի քիչ գուցե առաջ հետ, մենք դեռ մեր տեմպով ենք գնում, բայց փոփոխությունները ակներև կան եւ հենց իմ սենյակում, երբ զույգերի հետ եմ աշխատում, ես շատ հաճախ երիտասարդ զույգերի մոտ նկատում եմ նոր այս փոփոխությունը։ Այսօրվա իմ ելույթը հենց մի փոքր դրանք ուղված կլինի եւ կուզեմ, որ դուք ձեր մտքում այս փոփոխությունները ոնց որ արդեն սա մտքի մակարդակի փոփոխություն նաեւ պիտի լինի, որ հետո դառնա արդեն հուզական եւ ապրումային փոփոխություն։ Իդեպ սլայդը կրկին պատրաստել է իմ աղջիկը, ինչպես անցած տարի շատ խայտաբղետ հագեցած սլայդ ենք տեսնելու։ Մի փոքր պատմություն, հա, դերերի բաշխվածության մասին ինչպես է եղել, մենք նախաինդուստրիալ դարաշրջանում ունեցել ենք ավանդական պատրիարխալ, հա, հասարակությանը բնորոշ դերեր, հոր դերը դա բացարձակ իշխանություններ, հուզական հեռավորություններ, տնտեսական հիմքներ։ Նույնիսկ հիշում ենք, որ այնպես էր, որ հայրը երեխային գրկելու իրավունք չունի, համբուրել պետք չի եւ այլ, դա իր ֆունկցիաների եւ ընդհանրապես զգացմունքների արտահայտման այդ դրսեւորման մեջ չի մտնում, որովհետեւ այդ հուզական հեռավորությունը նույնիսկ խրախուսվում էր ու անհրաժեշտ էր տվյալ դարաշրջանում, մոր դերը օջախի պահապաններ, կերակրողներ, ինքնավարության պակասներ բնականաբար համայնքային մայրություններ։ Իդեպ հիմա դարաշրջաններով անցնեմ, ասեմ, որ դեռ որոշ ընտանիքներում պահպանվում են տարբեր դարաշրջաններին հատուկ դերերի բաշխվածություն։ Գանք ինդուստրիալ դարաշրջան 19-րդ դար եւ 20-րդ դարի կես հոր դերը մնում է կերակրող, ֆինանսի հայթայթող, դիսցիպլինար ներուժն է, հա, այսինքն ներգրավում էր արտակարգ դեպքերում, դեռևս էլի դա օգտագործվում, հա, պապան կգա ու այդ բազմա կետերը երեխան չգիտի այդ պապան կգա ինչ, բայց այդ պապան կգան արդեն վախենալու է ու բավարար է։ Եվ մոր դերը այդ պրոֆեսիոնալ մայրիկն է, որը երեխայի զարգացման, անձի ձևավորման ողջ պատասխանատվությունն է կրում, հուզական ջերմություն տվողն է եւ ասեմ, որ շատ շատերս ես էլ դեռ սենց ոնց որ իմ տարիքով եմ նայում, ոնց որ ամեն շերտից դեռ մեր ենթագիտակցության մեջ շատ նստած է եւ իսկապես փոփոխության կարիք, update-ի կարիք ունենք։ 20-րդ դարի երկրորդ կեսին այս կանանց էմանսիպացիան սկսվեց, հա, եւ կոչվան հոգեվերլուծության դարաշրջան, երբ հոգեբանությունը շատ ակտիվ սկսեց զարգանալ, հոգեթերապևտիկ ուղղությունները զարգացան եւ բնականաբար ազդեցին եւ կրթության ոլորտի վրա, եւ ծնողավարման ոլորտի վրա, եւ այստեղ էլ փոփոխվեցին արդեն բնականաբար ծնողավարման դերերը, հոր դերի մեջ մի քիչ այս մասկուլինության ճգնաժամ են կոչում մասնագետները, որովհետև տղամարդը սկսում է կորցնել իր մենաշնորհը այդ ավտորիտարության, հա, այդ իշխանության եւ ընտանիքում սկսում է փնտրել ներգրավվածության նոր մոդելներ։
ճիշտն ասած իմ զգայությամբ դեռ մենք այստեղ ենք շատ հաճախ, որ ես ծնողների հետ հանդիպում եմ, դեռ հաճախ հայրերը այդ շփոթմունքի մեջ են, թե իրանք որտեղ պիտի ներգրավեն, որ ոլորտում պիտի ներգրավեն, գիտեն, որ պիտի ներգրավեն, բայց դեռ նոր որակի չենք հասել, եւ մոր դերը այն կրկնակի ծանրաբեռնվածությունն է եւ աշխատանք եւ տան հոգսեր եւ նաեւ այս գրականության ազդեցության, հոգեբանության ազդեցության ներքո այս հոգեթերապևտի դերը, հոգեվերլուծողի դերն է դառնում մոր, մենաշնորը, որ պիտի երեխային հասկանա որտեղից են խնդիրները եւ գալիս էր այս բաշխումը դերերի։ Եվ ներկա դարաշրջան, սա ժամանակակից մի քիչ արևմտյան մոդել է, ինձ թվում է մենք դեռ սրան Հայաստանում դեռ քիչ ենք հասել, բայց գնում ենք դեպի սա, հոր դերը ներգրավված հայրն է, հուզականորեն մտերիմ հայրն է եւ ակտիվ հայրն է։ Մոր դերը գիտակցված մայրությունն է, այս սուպեր կին դերերից հրաժարումն է, որ 100%-ով պիտի ինչ-որ բան անենք, էլ եմ ասում, ինձ թվում է դեռ այստեղ չենք, բայց ոնց որ աշխարհը գնում է դեպի սա, եւ նաեւ պատվիրակել պարտականությունները այլ մարդկանց, այսինքն այս մայրության մենաշնորհը սկսում է կորել, մենք կարողանում ենք նույն դայակների ինստիտուտն ազարգացել եւ այլ, եւ մոր դերը մի փոքր փոփոխվում է։ Սա ոնց որ պատմական ակնարկ, եւ դասական դերերը սովորաբար ինչպես են եղել, գծային են, կոչվում էր գծային, այսինքն հայրը այդ արտաքին ուրվագիծներ ապահովում, մայրը ներքին ուրվագիծներ ապահովում, եւ սովորաբար եթե հայրը դերգրավվում էր երեխայի դաստիարակության մեջ, ծնողավարման մեջ դա կոչվում էր օգնություն։ Առաջին անգամ ես ինքս բախվել եմ իմ զույգերից մեկը ասեց, որ ինքը երեխայի ծնողավարման մեջ ինձ հետ է, դա չի շանկում, որ ինքը ինձ օգնում է։ Ես իմ տարիքից ելնելով սենց, որտեվ ես վստահ էի, որ դա օգնություն է։ Եվ հետո սկսում ես վերանայել, փոխել եւ այլ ու հասկանալ օգնություն ասելով ինչ նկատի ունենք, ու այո, հիմա երիտասարդները շատ հաճախ են կիրառում այս բառը, որ դա օգնություն չի, դա պարտականություն է, նույն չափ, ինչքան եւ մայրիկի պարտականությունը, եւ արդեն սկսվում է գիտակցության փոփոխություն, որ ոչ թե տղամարդը օգնականն է, այլ տղամարդը հավասար պարտներն է ծնողավարման գործընթացում։ Եթե մեր 4-րդ, 5-րդ համաժողովին կեսը տղամարդ լինի, մեր դահլիճի, ինձ թվում է մենք կամաց դրան կմոտենանք։ Եվ գալիս ենք նոր մոդելի, ծնողավարման, դա այս co-parenting-ն է, դաստիարակությունը, ծնողավարումը, որը հիմա շատ տարածում ունի, եւ սրա մեջ գիտեք մտնում է ոչ թե տնային գործերը կիսելը, այս սրա մասին չի, Անուշը շատ լավ այս կետը նշեց, այդ մենք բան չենք, էլի դերերը սենց ուղակի սենց կարծրատիպային չենք բաշխում ու այդ ծնող դերի մեջ մեխանիկորեն ինչ որ բաներ մտցնում, սա այն ճկունությունն է ու փոխազդեցությունն է հանուն երեխայի բարեկեցության, համագործակցությունն է հանուն երեխայի, այսինքն մենք երկուսով այստեղ ենք հանուն երեխայի, ոչ թե ուղակի մեխանիկական դերեր կատարելու եւ ունենք հավասար հեղինակություն երեխայի մոտ, սա էլ է շատ կարևոր կետ, որ երկուսս էլ հավասար դիրքում ենք, մենք թիմ ենք, մենք միասին ենք, դաշնակիցներ ենք քո համար։ Սրան հասնելու համար այստեղ շատ կարևոր է, որպեսզի ընտանեկան համակարգը պատկերացնենք երկու ենթահամակարգի ներքո։ Կա ամուսնական ենթահամակարգ եւ ինչքան առաջ ենք գնում, այնքան ես հաճախ կարող եմ հիշեմ իմ տատիկի բառերը, որ ասում էր ամուսինները առանձին բան են, ծնող լինելը առանձին բան է։ Եվ այո, հիմա գիտությունը զարգանում է ու տատիկիս խոսքերը դառնում են շատ արդի, ամուսնական հարաբերությունը մի հարթության մեջ է, ծնողական հարաբերությունը լրիվ այլ հարթության մեջ է։ Ինչու է սա կարևոր, որովհետև ամուսնական հարաբերությունների մեջ մենք կարող ենք ունենալ բազմաթիվ դժվարություններ, մենք կարող ենք ունենալ կոնֆլիկտներ, մենք կարող ենք ունենալ ճգնաժամային շրջաններ, ընդհուպ ցավոք մինչև ամուսնալուծություն, բայց այդ ենթահամակարգը երբևէ չպիտի ազդի երեխայի ծնողական, երեխայի շուրջ պտտվող այդ ծնողական ենթահամակարգի վրա, որովհետև
դրանք առանձին հարթություններ են։ Մենք պիտի միևնույնն մնանք երեխայի համար երկուսով թիմ, որպիսի երեխան զգա իրեն ապահով իր աշխարհում։ Այդ սրա համար այս ենթահամակարգերը շատ կարևոր է տարանջատել, ցավոք պրակտիկայում էլ մենք տեսնում ենք, որ սա դժվար է տրվում, եւ եթե ամուսնական համակարգում խնդիրներ են լինում, դա մեխանիկորեն գալիս է ծնողավարման վրա, եւ ամենաառաջինը բնականաբար տուժում է երեխան։ Առաջին սենց ոնց որ մոդելը, հա, ու կարևոր մոդելի մեջ առաջին կետը դա պատասխանատվություն կիսել versus, հա, ի հակադրություն մտավոր ծանրաբեռնվածության։ Սովորաբար երբ խոսում ենք այս co-parenting-ից, մենք ուզում ենք հասկանանք, այս ինչի մասին է, սա պատասխանատվություն կիսել է, եւ այստեղ է հենց ամենաթակարդը գալիս, որովհետեւ սա ոչ թե պատասխանատվություն կիսել է, այլ պարտականություններ պատվիրակելու մեջ է, հա, ամենակարևոր հմտությունը։ Մենք միասին անում ենք ինչ-որ բան ու մենք հավասար ենք մեր պարտականությունների միջև։ Սա շատ կարևոր է։ Հիմա կասեմ ինչու, որովհետև այստեղ տեսնում եք տերմինը, մտավոր ծանրաբեռնվածություն կամ հուզական սպառվածություն կամ նաև ասում են ծնողական մոխրացում, մի քանի տարբեր տերմիններով են հիմա ասում, հա, երբ զուգընկերներից մեկը իր վրա է վերցնում ամբողջ, այսպես ես մի քիչ կատակով եմ այստեղ գրել, գլխավոր մենեջերի եւ տնօրենի դերը ընտանիքի համար։ Սովորաբար դա լինում են մայրիկները, այստեղ կանայք շատ են, սովորաբար դա այդպես է։ Մայրիկը շատ լավ գիտի երեխայի առօրյայի մասին ամեն ինչ, դպրոցն է, ուսուցիչներն են, պատվաստումներն են, ուտելիքը, ժամը քնացնելու եւ այլ, եւ շատ սիրուն ուղակի հայրիկին ասում է, «Այս ժամին կգնաս կվերցնես, այս ժամին սենց կանես», պապան դառնում է հենց լավագույն դեպքում լավ կատարող։ Բայց իրականում, հա, ու ստացվում է այդ մոդելը, հա, օգնող է հայրիկը, բայց այստեղ գալիս է այդ մտավոր ծանրաբեռնվածությունը, որովհետև պլանավորել, իրականացնել, հետո մոնիտորինգ անել, ոնց դա ստացվեց, հասցրեց հայրիկը, չհասցրեց, վերցրեց, թե չէ։ Այն մի հատ անեկդոտ կար, ասում էր, պապ, եթե 4 անգամ էլ մանկապարտեզի մոտ պտտվես, մենք դպրոցից կուշանանք, հա։ Այդ հին անեկդոտներից է, բայց երբեմն ճշմարիտ, որովհետև ես ինքս դեռ վերջերս հանդիպեցի, որ մի հայրիկ ինչ-որ բան էր լրացնում, զանգեց կնոջը, ասեց, մեր երեխան որ դասարան էր։ Ու այս մի քիչ աբսուրդային իրավիճակ է, ես իսկապես տեսնում եմ, որ լավ փոփոխություններ կա, բայց դեռ սա կա։ Ու այս մտավոր ծանրաբեռնվածությունը չափազանց այս պլանավորել, կանխատեսել, վերահսկել, կազմակերպել, սա մի տեսակ անտեսանելի աշխատանք է, բայց սա շատ սպառող աշխատանք է։ Հատկապես այս դարում, հատկապես ես իմ օրինակից էլ ասեմ, որպես աշխատող կին, հա, երբ շատ տարբեր բազում քո առջև մարտահրավերներ կան արտաքին աշխարհում եւ եւս մի այս բեռը ամբողջությամբ ու եթե դու չունես մեկ երեխա հատկապես, հա, այդ շատ սպառվածության է բերում եւ իսկապես երբ կանայք սենյակում ուղակի ասում են էլ չենք ձգում, էլ չեմ կարող, էլ սպառված եմ, ամուսինն ասում է, բայց ինչ անեմ, ամեն ինչ անում եմ, ինչ ասում եմ, անում եմ։ Այս փոփոխությունն է, որ պիտի իրականացվի մտքում, հա, ոչ թե ինչ ասում եմ անում է, այլ իրար հետ ենք անում։ Եվ միասին անելը, հա, հենց նրա մասին է, որ ուղղակի պետքա բալանսավորել, որ ոլորտները ամեն մեկը մի ոլորտի պատասխանատուն է դառնում ու իսկապես այդ պատասխանատվությունը հանձնվում է մյուսին։ Իհարկե, այստեղ կգանք ամուսնական ենթահամակարգ, որ նաև վստահություն է պետք։ Հաճախ մայրիկները չեն էլ վստահում թույլ տալ հայրիկին զբաղվել ինչ-որ ոլորտով։ Եվ սա էլ է պետքա մեր մտքում մի քիչ փոփոխություն թույլ տալ զուգընկերոջը ամբողջ մի ոլորտ վերցնել իրա վրա, որովհետև եղել է ծնող ասում է, հա թողեցի, բայց որ տեսնեիք ինչ անճաշակ էր հագցրել, տարել պարտեզ, եւ գնում է քննադատություն եւ մարդը ասում է այլ բան չեմ էլ ուզում անեմ, հա, այսինքն այստեղ վստահության հարցը շատ կարեւոր է, բաժանել ոլորտները եւ ամեն ոլորտին, հա, ոնց որ ամեն ոլորտի համար ամեն մեկը կրի իր պատասխանատվությունը։ Նու այստեղ օրինակ էի բերել, օրինակ նույն բժշկի հետ կապված, հա, որ մայրը ամեն ինչ անում է, կազմակերպում է, պլանավորում է, զանգում է բժշկին, պատվաստում է իմանում, հայրը տանում է։
Եվ հակառակը, երբ հայրը ներգրավված է, շատ լավ գիտի այդ ամենի մասին եւ տանում է եւ պատվաստումների ժամանակը գիտի, եթե պատվաստում են կամ, չգիտեմ, այլ խնդիրներով հայրը ներգրավված է։ Այստեղ զուտ ինչ անել, արդեն ասեցի, վերաբաշխել, վերաբաշխել պարտականությունները եւ տալ ինքնավարություն յուրաքանչյուրին տվյալ ոլորտում։ Հեշտ է հնչում, դժվար իրականանալի է, վստահաբար, եթե մոդելը երկար ժամանակ այլ կերպ է աշխատում, բայց փորձեր կարող եք անել, հատկապես խոսքս ուղղված է կանանց մամաներին, իսկապես փորձել վստահել։ Թարսուշի տակ, սխալ, իրա ձևով, տունը կգա քանդած կլինի, թափված կլինի, բայց տված է այս ոլորտը իրանց, հա։ Մյուս կարևոր բլոկը, ինչին ուզում եմ ուշադրություն դարձնեմ, դա դերերի հավասարակշռությունն ու ճկունությունն է, որ բերում է, այս co-parenting-ին, այսինքն ես արդեն պիտի կներեք 10 րոպե հարցերին Ինչի մասին ասա, որ դերերը պիտի լինեն ոչ կարծր, դերերը պիտի լինեն ճկուն, որովհետև ավանդական այդ կարծր բաշխումը իսկապես էլի բերում է սպառվածության։ Էլի եկեք օրինակ դիտարկենք։ Բոլորս, եթե բոլորս աշխատող ծնողներ ենք, ու երբ երեխան հիվանդանում է, ով է մնում տանը։ Ու դա դրված է։ Ի սկզբանե դրված է, եւ սա կարծրացած դեր է։ Ես չեմ քննարկում այն գործոնը, օրինակ իմ մասին ասեմ, որ ես ինքս եմ ուզում մնամ, ես ինքս եմ առաջնայինը տեսնում հուզականորեն, որ ես ուզում եմ երեխայիս կողքը մնամ, սա ուրիշ հարց է, բայց ճկունությունը պիտի լինի, որտեվ կարող են, օրինակ, ես այսօր կոնֆերանսի եմ, ես չեմ կարա հետաձգեմ, ու մենք պիտի լինենք ճկուն, որ եթե չտա Աստված, ինչ որ կրիզիսային ճգնաժամային պահա, մենք միասին լինենք ճկուն այս հարցերում եւ հենց այս սրա մասին է, որ երկու ծնողներ լինեն փոխարինելի, այսինքն երկուսն էլ կարողանան իրականացնեն նույն դերերը, կարողանան ճգնաժամերի ժամանակ լինել դինամիկ, այս ճկունությունը էլի փոփոխված եւ կարծրատիպերի մերժումը այստեղ լինի։ Օրինակ, շատ կարծրատիպային է, որ մաթեմատիկան պարապում է մենակ պապան, իսկ ախո մաման է լավ մաթեմատիկայից եւ աբսուրդ է, դա տալ պապային, որովհետեւ դա տղամարդու ինչ որ դեր է։ Հետևաբար այստեղ էլ շատ մենք խոսում ենք կարծրատիպերի մերժման մասին, որը այդքան հեշտ չի, բայց եթե գնում ենք co-parenting-ի, համագործակցային ծնողավարման, պետք է անենք։ Եվ մյուս կարևոր բլոկին հասնեմ, քանի որ ժամանակը սուղ է, դա կապվածության եւ հուզականության մասին, այստեղ շատ թաքնված շերտեր կան, քիչ հոգեբանական շերտեր կան։ Այստեղ այդքան, գիտեք, խնդիրը լարվածությունը դերերի, ոչ թե հենց դերերի ու ֆունկցիաների միջև, այլ հենց հուզականության միջև է, որովհետեւ մայրիկներն ու հայրիկները տարբեր հուզականություն ունեն։ Մայրիկները շատ ավելի սենց էմպաթիկ, այդ զգացմունքների կանտենիրվանյան այդ հայերեն այդ բառը երբեմն չեմ գտնում, ներքին վիճակի վրա կենտրոնացման հուզականություն ունեն եւ կապվածության տեսությունները սա են ցույց տալիս։ Հայրիկները ավելի նույն հուզական են երկուսն էլ, ուղղակի տարբեր բնույթի են։ Հայրիկները ավելի այդ սահմանների կանոնների կառուցվածքի սահմանումն են տալիս, հայրիկները ավելի այդ մարտահրավերների եւ ռիսկերի ու համարձակությունն են զարգացնում, հայրիկները ավելի այդ ինքնավստահության մոդելը կարող են լինել եւ հաճախ այդ կռիվը լինում է ոչ թե դերերի բաշխման մեջ, այս հուզականության բաշխման մեջ։ Հայրիկները հաճախ ասում են՝ «Վայ, որ իրա հույսին թողնենք, տղուս, չգիտեմ ինչ կմեծացնի, աղջիկ կմեծացնի այդ իրա վայ-վույով»։ Մայրիկն էլ ընդեղ ասում է՝ «Վայ, որ իրա հույսին թողեմ, երեխեն կգնան ծառի կբարձրանանք, չգիտեմ ինչ կլինի, կջարդվի, չեմ վստահում» եւ այլ, հետևում են հայրիկների այդ ռիսկային գործողություններին։ Այս վերջերս նման դեպք եղավ ինձ մոտ, հայրը որոշել էր դեռ տղային տաներ իր հետ աշխատանքի, մի քիչ աշխատացներ եւ այլ։ Պիտի տեսնեիք մամայի տրագիկ դեմքը, խեղճ երեխես, կհոգնի, չգիտեմ ինչ, եւ այստեղ է մի փոքր այս բալանսի խախտումը լինում, որ եթե մենք ուզում ենք ծնողավարման մեջ գանք համագործակցության, մենք պիտի ոնց որ հայր-մայր դերերի հանդեպ լինենք տոլերանտ եւ ընդունող։ Այո, թույլ տամ ամուսնուս վարվի այնպես, ինչպես ինքը գտնում է ճիշտ, եւ հայրիկը, այո, թույլ տամ մամային մի քիչ լինել ավելի հուզական, ավելի ջերմ եւ դրա մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, որովհետեւ այս բալանսավորումը լինում է։ Եվ ամփոփեմ, ինչա նշանակում այս
միասնական համագործակցային դաստիարակությունը նախ նշանակում է, որ չեն կարող չլինել անհամաձայնություններ։ Ես ստերիլ մոդել չեմ ներկայացնում այստեղ, հա, անհամաձայնություն միշտ լինում է ծնողների միջև, մենք տարբեր մարդիկ ենք, ինչպես ասեց Անուշը, մենք պիտի լինենք բնական ոնց որ կանք ու չենք կարող ձևեր թափենք, բայց անհամաձայնությունները պետք է կառավարել։ Անհամաձայնությունները կառավարելու համար, հա, նախ անպայման լինել տոլերանտ եւ հարգալից, ամենակարևորը հարգալից միմյանց հայացքների եւ միմյանց դերերի եւ հուզականության հանդեպ։ Քննարկել այս ամենը դռների հետևում առանց երեխաների։ Այդ ինչ որ բաշխում ենք դերային, ինչ որ քննարկումներ ենք անում, երեխաները այդտեղ այդքան էլ կապ չունեն, հա, կարող ենք իրանց չներգրավել։ Միշտ պահպանել հեղինակությունը գործընկերոջ, զուգընկերոջ, երեխայի մոտ։ Սա ամենակարևոր, գիտեք, ծնողավարության նույնիսկ եթե համաձայն չեմ այս պահին, չգցել, հա, երեխայի աչքերից ծնողին, պահպանել այդ հեղինակությունը, հետո քննարկենք։ Կիսել ոչ միայն, հա, ֆիզիկական աշխատանքը, այլ մտավոր պատասխանատվությունը, ինչպես ասեցի, պլանավորելը, իրագործելը, չգիտեմ, մոնիտորինգ անելը, վերահսկելը, այդ ամբողջը կիսել, իսկապես կիսել եւ ճկուն լինել դերերում ու հարգել այդ տարբերությունները սիրո արտահայտման մեջ։ Շատ ուզում եմ կարևորեմ, Անուշն էլ դա նշեց, կատարյալ ծնող չկա։ Ոնց որ մենք կատակում ենք, միշտ բոլոր իդեալական ծնողների երեխաներն էլ քոքեթերապևտի սենյակում հայտնվում են, հա, չկա կատարյալ ծնող ու պետք էլ չի լինի կատարյալ ծնող, որովհետև կատարյալ ծնողը ինչ որ անհասանելի մի բան է, որը չի սովորացնելու երեխային իրական կյանքին։ Մենք պիտի լինենք կայուն, այս ամենակարևորը, կայուն, կանխատեսելի եւ աջակից ծնողական թիմ։ Նույնիսկ եթե աշխարհը փլվում է, նույնիսկ եթե մեր ընտանեկան աշխարհն է փլվում, ցավոք լինում են նման դեպքեր, ամուսնալուծություն եւ այլ, թիմը պիտի լինի կայուն երեխաների համար, որպեսզի երեխան ամբողջ կյանքի ընթացքում իր մեջ վերցնի ու կրի այդ իր անվտանգության ու ապահովության զգացողությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, ընկեր Խանամիրյան։ Այս վերջին տասնամյակների ընթացքում ընտանիքի կառուցվածքում շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որտեղ այդ ճկունությունը, որ մի քանի անգամ նշեցիք, Անուշն էլ նշեց, շատ կարևոր է ու փրկում է իրոք իրավիճակը եւ ցանկացած պահի, երբ որ պապան ու մաման իրար հետ փոխարինելի են լինում ամեն ինչի մեջ, այդ շատ նպաստում է երեխայի բնականոն զարգացման է եւ այն միջավայրին, որ մենք ստեղծում ենք։ Մենք հիմա եւ ես հաշվում եի, այսօր մենք ունենք ոնց որ 5 պապա լսարանում, այդ կարծեմ կրկնակի աճը անցած տարվանից։ Հա։ Ուզում եի հասկանալ այդ տեմպով երբ կհասնենք լսարանի կեսին, ոնց որ 3 տարին կարող քիչ լինի, բայց ոչինչ, հաստատուն քայլերով գնում ենք։ Մենք կվերցնենք 2-3 հարց, դուք հետո միանգամից բոլորին անդրադառնաք։ Լուսի ջան, այնտեղ էլ հարց կար։ Արագ հարց եմ ուզում հնչեցնել հայրիկի ու մայրիկի հավատքի կրոնի վերաբերյալ կատեգորիկ տարբեր լինելու վերաբերյալ, ասենք, եթե հայրիկը աթեիստ է, մայրիկը որևէ հավատքի հետևորդ կամ հակառակը, ինչպես էստեղ կարողանալ երեխային բացատրել այդ տարբերությունը եւ ինչպիսի վարք դրսեւորել, որ հնարավորինս բնական լինի։ Պատասխանեմ Լիլիթ ջան, թե հա, շնորհակալություն շատ հարցի համար, շատ կարևոր հարց է։ Զույգային թերապիայում մենք ունենք այսպիսի հասկացություն, կոչվում է պատային իրավիճակներ, պատային կոնֆլիկտներ։ Սրանք այն կոնֆլիկտներ են, որոնք լուծում չունեն։ Ձեր նկարագրածը լուծում չունի։ Եվ պատային իրավիճակներում զույգային թերապևտները ինչ են անում, հա, ուղղակի մենք սովորեցնում ենք զույգերին հասկանալ, թե այդ համոզմունքի հետևում ինչ էգզիստենցիալ կարևոր խորը գաղափարներ կան եւ սովորել հարգել դրանք։ Հիմա եթե կրոնի տարբերություն կա օրինակ, հա, կամ կրոնական մոտեցման տարբերություն եւ զույգը արդեն զույգ է իրար հետ են ամուսնացած են, ոնց որ պետքա զույգին բերել այդ հարգանքին փոխադարձ, որտեղ մեկը մյուսին չի փոխելու միևնույնն է, եւ այդ հարգանքը նաեւ ես ոնց որ տեսնում եմ սերմանել երեխային, որ կա տարբեր հայացքներ, կա եւ այս տեսակետը, կա եւ այս տեսակետը, մաման այս տեսակետի է, ես այս տեսակետի եմ, դու ճանաչի երկուսն էլ, կընտրես, որը կուզես։ Բայց սա փոխադարձ հարգանքի մասին է, որ ուղղակի չի արժեզրկվում մեկը մյուսին։
Մերսի հարցի համար։ Հարցեր, այնտեղ կար հարց, հա։ Շատ ուրախ եմ, ողջունում եմ բոլորիս։ Հիմա ձեզ շատ լսում եմ ու այսպես միտք առաջացավ։ Մենք հիմա ընտանիքներում փորձում ենք գալ այս ժամանակակից մոդելներին, որ պարտականությունները վերաբաշխենք, հարգենք, սովորենք եւ այլն։ Ինչ եք կարծում, դա թողենք հասնի ընտանեկան մակարդակի, նոր փորձենք հայլեր անել, թե արդեն պատանեկան տարիքից սկսենք կամ ըստ ձեզ, որ տարիքից փորձենք պատանիների ու դեռահասների մեջ այդ մշակույթը մտցնել, գուցե նաեւ ուսուցանել, որ հասնենք ընտանիք կազմած զույգերի ու չունենանք նմանատիպ խնդիրներ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, նախ պատանիները, դեռահասները եւ ընդհանրապես երեխան սովորում է հենց ընտանիքում, այսինքն եթե մենք մեզանից ենք սկսում, մոդելը արդեն սովորում են ընտանիքում, բայց ես նաեւ գիտեմ, որ շատ տարբեր առարկաների ներքո, հա, ընտանիքի հետ կապված հարցեր քննարկվում են եւ այսօր ճիշտն ասած դեռահասները եւ պատանիները այնքան երբեմն մեզանից ավել իրազեկված են ու կարդում են ու տարբեր նյութեր են փորփրում եւ կարելի է այդ գրագիտությունը նաեւ այդ տեսակով տալ, սովորեցնել, որ սա էլա նորմալ։ Գիտեք, մենք մշակութային ժառանգություն ենք թողնում եւ ոնց է այս ավանդական դերերը հենց այդպես էլ փոխանցվում են, հա, որ տեսնում են կամ հենց ասում են կինը պետք է այսպես, տղամարդը պետք է այսպես։ Եթե այս նարատիվները սկսվեն փոխվել, իսկ նարատիվը ուզած փոխվում է, որովհետեւ կյանքն է փոխվում։ Ես ոչ թե հիմա բացասաբար եմ նայում նախկին ավանդական դերերին կամ դրական ներկա, ես ուղղակի ուզում եմ ասեմ, կյանքն է բերել ներկա փոփոխություններին։ Մենք էլ չենք կարող մնալ ուղղակի ավանդական դերերի մեջ, ոչ թե վատ ու լավ, այն ժամանակ դա էր լավ։ Եվ երեխան դա տեսնելով, եւ գրագիտությունը, չգիտեմ, տարբեր առարկաների ներքո տալով, ես գիտեմ, որ մասնավոր դպրոցներում նույնիսկ առարկաներ կան հենց ընտանիքի հետ կապված, հա, որոշակի, այսինքն տարբեր ուղղություններով իրազեկել, բարձրացնել գրագիտությունը եւ փորձի վրա իրանք արդեն շատ բան կտեսնեն։ Ես իսկապես անկեղծ ապշում եմ այսօր իմ երիտասարդ զույգերը, որ իմ սենյակում լինում են, իսկապես փոխված գիտակցությամբ են։ Շատերը շատ փոխված են։ Անկեղծ ասեցի, իմ համար էլ էր մարտահրավերային։ Դե ես երբեմն լսում եմ եւ ես ինքս իմ տարիքից ելնելով պիտի սկսեմ վերանայել որոշ բաներ, ոնց որ եւ հենց նույն իմ տղան էլ, որը 22 տարեկան է, այնպիսի գաղափարներ ասում, որ հա, ես տեսնում եմ մոդելները շատ փոխված են։ Հետևաբար իրազեկել, ցույց տալ մեր օրինակով եւ քննարկել։ Շնորհակալություն եւ վերջին հարցը, ահա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ես մի հարց ունեմ ճիշտ ասած, ես աշխատում եմ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ ու վերջերս մի դեպքի ականատես եղա, որ մայրը երեխային, իրականում ծանր խնդրով երեխային, մեզ մոտ աջակցության պետք է բերել շաբաթական 3 օր, մայրը աշխատում էր ու ընդամենը կարող էր բերել մի օր, ու երբ հարց հնչվեց, թե ինչի հայրիկը չի բերում, պատասխանը այսպիսին էր, որ հայրիկը ուղղակի երեխային չի ընկալում որպես խնդրով երեխա ու այսպիսի պատասխան է տալիս, քո հիվանդ երեխան է, դու զբաղվիր նրանով, ես հիվանդ երեխա չունեմ։ Ծնողները ապրում էին միասին, բայց հայրը անգամ սովորական անձնային շփում երեխայի հետ չէր պահում, անգամ երբ որ սենյակում էր լինում, կամ պետքա ես զանգարեի, ասեի, գիտեք, երեխան չի կարողանում մայրիկի հետ գալ, ինձ հետ գործ չունեք, տաքսիով ուղարկեք, այսպիսի պատկեր էր, ու ինձ հետաքրքիր է, այս դեպքերում ինչպիսի լուծում եք առաջարկում։ Նայած հայցը ով է բարձրացնում, ճիշտ ասած։ Մայրը։ Եթե մայրն է, գուցե մոր հետ այո աշխատանք տվյալ զուգընկերոջ հետ իր փոխհարաբերությունների եւ այլն, որտեվ դուք շատ ցավոք տարածված բան եք նկարագրում, ցավոք, ու դա գնում այն ավանդական դերերի մեջ, երբ երեխան մայրիկինն է։ Դուք շատ հաճախ մենք լսում ենք, չէ՞, քո դաստիարակածը, քո մեծացրած երեխան ինչ պիտի լինի եւ այլ։ Այս այն ավանդական այս մոտեցումն է, ու ցավոք ես ինքս եմ պրակտիկայում հանդիպել, ես նույնիսկ ընդհուպ մինչև ամուսնալուծությունը հասնում, եթե հատուկ կրթական կարիքով երեխա է ծնվում եւ հայրը նույնիսկ կարող է թողնի եւ գնա զուգընկերոջը, հետեւաբար ինչ անել իսկապես շատ կախված է ով է հայցը բարձրացնում։ Եթե ես որպես հոգեբան եմ, որը աշխատում է տվյալ ընտանիքի հետ, պարտադիր գոնե հայրիկի հետ հանդիպում, խոսել, հասկանալ, միադիրա մոտեցումները։ Եթե կտրուկ կատեգորիկ այսպիսի տարբերություն է ու
մայրն է այդ հայցը բարձրացնում, իսկապես մի հատ վերանայել այդ զուգընկերոջ հետ լինել իր ոնց որ կարիքները, պահանջմունքը, ցանկությունը եւ հնարավորությունները եւ արդյոք ինքը պատրաստ է նման զուգընկեր ունենալուն։ Ասեմ, որ կան մայրիկներ, որ համաձայն են, որովհետեւ եղել է իմ մոտ էլ դեպք ասել, լա ոչինչ, հայրիկը գումար է աշխատում։ Ես այս ամեն ինչը կվերցնեմ իմ վրա, հայրիկը գումար կաշխատի, որ ես այս ամեն ինչը կառավարեմ։ Այս իրանց որոշումն է, բայց ինչ անել կախված է ում ցավնենք մենք հիմա կարգավորելու։ Եթե մայրիկի, ապա մայրիկի հետ խոսել իր ու զուգընկերոջ հարաբերությունների մասին, իր սպասելիքների մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, բայց ես էլ էլի մի հատ հարց տամ էլի, ես միշտ արտոնյալ հանդերում, քանի որ դուք էլ խոսեցիք ընկեր Խանամիրյան, որպես մասնագետ, նաև ձեր ամուսինն էլ մասնագետ է, հոգեբան, ու դուք էլ ասացիք, որ որոշ բաներ վերանայել եք տարիների ընթացքում, հետաքրքիր է ինչն է դեռ, որ օրինակ մարտահրավերային է ձեզ համարել ու վերանայել եք։ Շատ անկեղծ ջան, դեռ վերջին մակարդակին մենք չենք հասել, որովհետև մեր տարիքից ելնելով դերերի բաշխումը դեռ շատ կարծրատիպային նստած է ու գուցե վերջին 3-4 տարին է, որ շատ ավելի ինտենսիվ ենք փոփոխում, ոչ թե որ ամուսինս վատնա ինքը այն ավանդական դերի մեջ է, ես էլ եմ իմ ավանդական դերերի մեջ, հա, ես ուզում եմ ասեմ, որ մենք կանայք եւս ամրապնդում ենք, որտեվ մենք էլ ենք կրում այդ ավանդույթները, մեր մեջ էլ է նստած, որ կնոջ ոնց որ առաջնահերթությունը կինն է երեխաների այդ բոլոր հարցերում ու այսա հիմա շատ փոփոխության է ենթարկվում թորների հետ կերևա։ Շնորհակալություն։